Տարիներ շարունակ Արաքսիա Մելիքյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում թե թատրոնում, թե հեռուստատեսությունում և թե ֆիլմ արտադրության ոլորտում։ Դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ էլ երեկ հայտնել է, որ վիրահատական միջամտության է դիմել։ Նա նշել էր հետևյալը. «Ձեր թույլտվությամբ և իմ իրավունքով ես նման կերպ կներկայացնեմ այն աշխատանքը, որը պիտի տարվի իմ մարմնի վրա։ Ասեմ, որ դոկտորին խոստացել էի քաշ նվազեցնել և չէի արել կամ աննշան։ Էս ձևով բժշկի գործը ավելացրել եմ», նշել էր դերասանուհին, հետո արդեն խոսել հետվիրահատական ընթացքի և բարդությունների մասին։ Հոլովակը առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ուրեմն մարմնից վրա ամբողջությամբ նկարչություն են արել, բայց դե հիմի դա է, ինչ արած։ Եթե ուզում ես ունենալ գեղեցիկ եւ շտկված մասեր, ուրեմն պետք է իմանաս։ Բայց երկու շեմ վախենում, ինչ ճիշտ։ Ես ժամը 5-ն նոր արթնացա, քնել էի, իմ համար մի պահ արթնացա, տեղափոխվեցի պալատ։ Էս իմ այդ բանն է, ինչ են ասում, կորսետ, հա։ Էս իմ կորսետ ասած նա, նույնը ոտքերիս կա։ Հայ, ասում են շատ թեթև անցել, բայց սենս է գնացել, ասում են էսա հետ էլ կվերադառնա երկարա, չգիտեմ ինչի է գնացել։ Իրանց ասելով շատ թեթև ու լավ վիրահատություն է գնացել, ու ասեմ լիքը ճարպա գնացել, լիքը, նախատեսվածից շատ, որ ես ասում եմ։ Իսկ հիմա խոսենք երկրորդ օրվա մասին, արթնացել եմ, ինքնուրույն քայլում եմ, ինչպես ասում են, այստեղ նայեք, միացրած այս կաթետր, հա, մաքրող հեղուկը, սա չեն հանում, մի փոքր այտուցվել եմ, մի աննշան, բայց հետո սա էլ կիչնի ու և դա նորմալ է, որովհետև ամբողջ մարմինը ստրեսի է ենթարկվել, էլ ինչ պատմեմ, արյուններ եք տեսնում իմ կողքը, դա նորմալ է, որովհետև ձեռքերս սենց եմ արեպարզվում, իսկ թևատակելիցս փոքր մտել են, այսինքն այդ դրա արդյունքն է, ու տենց նաև ոտքերիս և որովայնիս վրա։ Տպավորություն է, որ հատկապես եթե քնած լինես, մտնես մարդու ծխել են ու բանը, տենց քնած է, մահացած մարդու նման եմ լինում, երբ որ լավ խորը քնում եմ, բայց ինչպես տեսնում եք, ես լավ եմ, ինքը իրանով ոչ մի բարդություն չկա, հատկապես եթե կյանքում գոնե մի անգամ վիրահատություն տարել եք, կիմանաք, դժվար է կորսետ հագնելը, դա բավականին այդ ձգող է, որը որ դժվար է շնչում, բայց զուտ միայն այդքան եմ, բայց դա էլ եթե չանեն, ուրեմն մաշկը կկախվի ու ավելի վատ արդյունք կլինի, քան կարելի է ենթադրել։ Թե չէ մնացած ինք ամեն ինչ շատ թեթև, մարդիկ գալիս են քեզ օգնում են, բուժ աշխատողները, ինձ որ կարելի ասել ես եկել եմ հանգստի, խոպան եմ եկել, 2 օր հանգստանում եմ, այդպես։ Ահա և վերջի ես գնացի տուն, դեմքս մի քիչ այտուցված է և դա նորմալ է այսօր։ Երկրորդ օրը մարդիկ ասեցին, ազի ջանդու լավ ես գնա, տուն գնա տանը ջոջանա։ Կաթետրների և ավսակներից հետո այս արշունի մի տեսակ ուրիշ ես գնահատում։ Հավելենք նաև, որ շաբաթներ առաջ Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Live Room հաղորդաշարի սեր շարքի հյուրերն էին դերասաններ Արաքսիա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը, ովքեր եթերում ներկայացան իրենց ոտու և դստեր հետ։ Star News-ը իհարկե հետևել էր հաղորդմանը, որի հիմնական թեման դերասանների որդու Գերմանիայից վերադարձն էր Հայաստանում զինվորական ծառայության անցնելու նպատակով։ Գուրգենը կայացրել է մի կարևոր ու հարգանքի արժանի որոշում։ 2 տարի առաջ նա տեղափոխվել էր Գերմանիա, որտեղ միաժամանակ սովորում էր և իր քայլերն էր անում ֆուտբոլի ոլորտում։
Սակայն բանակին ընդառաջ նա վերադարձել է Հայաստան, քանի որ ցանկանում է կատարել իր զինվորական պարտքը։ Դա մի քայլ է, որը շատերը չէ որ կանեին։ Շատերն ուղղակի կօգտվեին արտասահմանում մնալու հնարավորությունից եւ կխուսափեին ծառայությունից։ Ամալիա Հովհաննիսյանի հարցին, թե ինչն է նրան դրդել նման որոշում կայացնել, Գուրգենը պատասխանեց. 16 տարեկանում գնացի, մի քիչ մեծանալու տարիք էր, ինչ որտեղ օգնեց իմ պապիկը, իմ քեռին, ավելի հասունանալ, հասուն մարդու ձևով մտածել։ Ասացին որոշումը քոնն է, դու պետք է որոշես, ապագադ ինչպես ես կառուցելու։ Մտածեցի, եթե ամեն մեկը իմ նման մտածի եւ որոշի երկրից գնալ, շատ սխալ բան կլինի։ Երկիրն էլ, այսպես ասած, հիմա հեշտ վիճակում չէ։ Դրա համար վերադարձա ծառայեմ, հետո կտեսնեմ, թե ինչ եմ անելու։ Գուրգենի հայրը, դերասան Անդրանիկ Զաքարյանը, անկեղծորեն խոստովանեց, որ որդու Գերմանիա մեկնելիս այլ պատկերացումներ ու հույսեր ուներ։ Բանակի մասին չէի մտածում։ Մտածեցի կընդունվի ինստիտուտ, հետո կգա, մինչև 27 տարեկանը ժամանակ կա։ Բացի դրանից ինքը գիտի, որ ես երբեք չեմ վախեցել իր բանակում ծառայելու գաղափարից։ Գիտի, որ հպարտանում եմ, որ ես էլ ծառայել եմ։ Ուրախ եմ, որ տղաս էլ է այդպես մտածում, նշել էր դերասանը։ Դերասանուհի Արաքսիա Մելիքյանն էլ անկեղծորեն պատմեց, թե ինչպես է ընտանիքը վերապրել որդուց Գուրգենից 2 տարի հեռու ապրելու դժվարությունները։ Ծանր էր։ Ինչու՞։ Որովհետև շատ շնորհակալ եմ իմ կյանքի այդ փորձության համար։ Կարծում եմ, դա մեզ բոլորիս համար հրաշալի դաս էր։ Ամեն մեկը վերարժևորեց, թե ով ում համար ինչ արժեք ունի եւ ինչից է պետք կարճվել։ Դա կարևոր դաս էր եւ նրա, եւ մեզ համար։ Մենք ժամանակից շուտ էինք որոշել նրա ճակատագիրը, բայց ինքն ավելի խելացի գտնվեց։ Որոշեց ինքնուրույն տնօրինել սեփական կյանքը։ Դժվար էր այդ սարսափելի կարոտը։ Պիտի ապրես, որ հասկանաս, թե ինչ է դա նշանակում, երբ նույնիսկ առողջական խնդիրներ ես ունենում կարոտից, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Որպես ծնողներ մենք ճիշտ հաշվարկ չէինք արել, մենք հեռուն էինք տեսել, բայց մարդը պիտի ուզենա անցնել այդ ճանապարհը։ Ծանր էր, թվում էր մենք ցույց չէինք տալիս, ասում էինք տղաս դրսում է, հայրենիքին այլ ձևով է ծառայելու, որ պարտադիր չէ զինվորական ծառայությունը, բայց հետո հասկացանք, որ դա ինքնախաբեություն էր։ Պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Իր վերջին հարցազրույցի ընթացքում Ամալիա Հովհաննիսյանի տաղավարում անկեղծացել էր Արաքսիա Մելիքյանը, իսկ Star News-ը այսքանն էր առանձնացրել հոլովակի համար։